Ընտրություններին մի քանի օր է մնացել եւ դու ել ուզում ես անպայման ճիշտ որոշում կայացնել եւ ձայնդ հանկարծ չտալ անարժանին։ Եվ քանի որ հիմա թե բանավեճերի, թե հարցազրույցների ժամանակ գիտակցված միտքը խեղդվում է հայհոյանքների եւ ամբովանդակ ինչ-որ աղմուկի մեջ, Մարտական եղբայրություն միաբանությունը կազմել է հարցաշար եւ այդ հարցաշարով հյուր ենք գնում քաղաքական այն ուժերին, որ համաձայնել են պատասխանել մեր հարցերին։ Գնացինք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Սիրով։ Մենք Մարտական եղբայրություն միաբանությունն ենք, ունենք դեռևս չգրանցված մեր կուսակցություն ազգային հեղափոխություն, քանի որ այս պահին չենք կարողանում ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական, բայց ունենք որոշակի հարցեր, որոնք մեզ համար ամենակարևորն են, եւ այդ հարցերը ուզում ենք հղել այն կուսակցություններին, որոնք մասնակցում են ընտրություններին, որպեսզի եւ հետագայում երբ որ դառնան նրանք արդեն ընտրված ուժ, ինչպիսին կլինի վերաբերմունքը, մենք հենց այս պահից ուզում ենք այդ հարցերի պատասխաններ ունենալ։ Իմ զրուցակիցը Սուրեն Պետրոսյանն է, ազգավերողություն Ժողովրդավարական համախմբում կուսակցության հիմնադիր նախագահ։ Ինչպես է ձեր վերաբերմունքը գնահատականը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Մեր գնահատականը ոչ միայն նոյեմբերի 9-ի, այլ նաև թրիփի միշտ եղել է նույնը։ Եթե շատերը ժամանակին ողջորված են նոյեմբերի 9-ի համաձայնագրով, իսկ ոմանք ողջորված են թրիփի համաձայնագրով կամ նախաստորագրումով, ապա մենք երկու պարագայում էլ դեմ ենք եղել դրա կիրարկմանը եւ ասել ենք Սյունիքի միջանցքը որպես այդպեսին մեր համար ազգային անվտանգության սպառնալիք է եւ դա ամենևին կապ չունի ռուսական փաթեթավորում կունենա թե ամերիկյան փաթեթավորում կունենա։ Այսինքն եթե դուք ընտրվեք, օրինակ դառնաք գործող իշխանություն, արդյոք կհայտարարեք, որ Հայաստանի ստորագրությունը եթե կանչում նոյեմբերի 9-ի հայտարարություն։ Ոչ, տեսեք, ստորագրություն հետ կանչելու որևէ խնդիր չկա, որովհետև այսօր որևէ ստորագրություն իրավական կամ ռեալ պոլիտիկում որևէ ազդեցություն չունի։ Նույն հաջողությամբ այսօր թրիփ են նախաստորագրվում, բայց նոյեմբերի 9-ի համաձայնագրը ուժի մեջ է, որը 180 աստիճան այլ փաստաթղթեր են, մեկը մյուսի ծածկող փաստաթղթեր, բայց այսօր իրավական փաստաթղթերը որևէ արժեք չունեն եւ միջազգային իրավունքը, հումանիտար իրավունքը եւ ընդհանրապես միջազգային իրավական նորմերը ընդհանրապես որևէ նշանակություն չունեն եւ չեն կարող ունենալ եւ դրան այլևս որևիցե մեկ ուշադրություն չի դարձնում խնդիրները գետնի վրա են լուծվում ինչ կանենք մենք այդ իշխանության լինելու պարագայում ուրեմն կա երկու տարբերակ քանի որ մենք չենք իմանում թե իրականում ներսում ինչ է կատարվում կուլիսների հետևում ինչ պայմանավորվածություններ կան ինչ առաջարկներ կան եւ ընդհանրապես իրականությունը ինչպիսին է եւ հավատացեք լրատվամիջոցներով ներկայացրած իրականության հետ որպես այդպեսին աղերս չի ունենում Եվ մենք չենք իմանում ում ինչ են առաջարկում եւ ինչի միջև մենք ընտրություն ունենք անելու եւ ինչպես կարող ենք մեր շահը սպասարկել։ Հետևաբար կա երկու գլոբալ իրավիճակ։ Երբ մի իրավիճակում որ գերտերությունները ունեն կոնսենսուս Սյունիքի միջանցքի հարցում, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը որպես այդպեսին խուսանավելու հնարավորություն չունի, կարող է առավելագույնս առաջ մղել իր շահերը, որով ինքը կունենա եւ անվտանգային որոշ չափով երաշխիքներ եւ նաեւ տնտեսական դիվիդենդներ, բայց եթե դրա շուրջ կա գերտերությունների միջև կոնսենսուս։ Եթե գերտերությունների միջև կոնսենսուս չկա, ամեն կերպ այդ հակադրության վրա խաղալով պետք է ժամանակ ցկել։ Եվ սա միջազգային համաշխարհային պատմությունը կլինի, ռեալ պոլիտիկա կլինի, բազմաթիվ երկրների օրինակներ կարող են բերեմ։ Սա ամենակարևոր մոտեցումն է, այսինքն այս սրա միջոցով ոչ միայն ուղղակի գնում ենք հակադրվում ենք, չեղարկում ենք, այլ այդ շահերի հակադրության վրա մենք ուղղակի երկարաձգում ենք կամ չեղարկում ենք գետնի վրա այդ պայմանավորվածությունները։ Հակառակ պարագայում կապ չունի այն կունենա ռուսական փաթեթավորում, թե կունենա ամերիկյան փաթեթավորում, մենք գտնում ենք քաղաքակրթությունների խաչմերուկում։ Որևէ դեպքում, երբ դա կլինի ինչ որ գերտերության վերահսկողության ներքո, մենք դառնալու ենք անպայման պլատֆորմ բախման այլ քաղաքակրթությունների եւ այլ գերտերությունների համար, որովհետեւ քաղաքակրթությունների խաչմերուկը ինքնին չպետք է լինի ինչ որ մեկ գերտերության վերահսկողության ներքո, այն էլ այս իրավիճակում, երբ որպես այդպեսին այդ հեգեմոնը, որը ձևավորվել էր 1991 թվականից հետո իդեմս Միացյալ Նահանգների, այլևս գոյություն չունի։ Գոյություն չունի Ռուսաստանի հեգեմոնության մասին միֆերը, գոյություն չունեն, չգիտեմ, մնացածի վերաբերյալ միֆերը, փոխարինական Չինաստան, Ռուսաստան, Հնդկաստան, Թուրքիա, Միացյալ Նահանգներ, Եվրամիությունը համեմատաբար շատ ավելի թույլ դերակատար է։
Եվ այսպես շարունակ, այսինքն երբ աշխարհը խորքային կերպափոխումների մեջ է գտնվում, անընդհատ турբուլենտ իրավիճակում, այդպեսի պարզեցնել աշխարհակաղակական իրավիճակ եւ ասեք կողմ ենք թե ոչ, դա բնականաբար անհեթեթություն է քաղաքական տեսանկյունից եւ քաղաքագիտական տեսանկյունից։ Հետեւաբար մեր մոտեցումները այդպեսին կլինեն։ Եթե դրա շուրջ կոնսենսուս չկա, իսկ որը չկա եւ երկար ժամանակ չի լինելու, մենք պետք է խուսափենք մեր երկիրը դարձնել պլատֆորմ մի գերտերության համար, մյուսի դեմ պայքար մղելու համար։ Սա ամենակարևոր սկզբունքն է եւ դրա բոլոր հնարավորությունները կա, բոլոր անխտիր։ Լավ, դուք ոնց որ թե միանգամից պատասխանեցիք հաջորդ հարցին, որը այսպես է հնչում, ինչպիսին է ձեր վերաբերմունքը 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հայտարարությանը եւ դրանից բխող գործընթացներին։ Այսինքն անխոչնդոտ ճանապարհի մասին։ Բնականաբար ես ասացի, որ դա ազգային անվտանգության սպառնալիք է եւ ընդհանրապես Սյունիքի միջանցքը որպես նախադեպ եւս ռազմավարական տեսանկյունից ազգային անվտանգության սպառնալիք է։ Եթե մենք ունենում ենք միջանցքի նախադեպ, այդ նախադեպից հրաժարվելը հետո շատ մեծ խնդիրներ կարող է առաջացնել, չափազանց մեծ խնդիրներ եւ պատահական չէ, որ նույնիսկ խորհրդային միության ժամանակ երբ չկար որպես այդպիսին սահմաններ խորհրդային միության անդամ պետությունների միջև, Կարեն Դեմիրճյանի մեմուարներում անգամ դրա մասին գրված է, որ հայր Ալիևը բազմիցս խնդրել է Մոսկվայի կենտրոնական իշխանություններին հայց է ուղարկել, որ տրամադրեն միջանցք, քանի որ դա միջանցքը որպես այդպեսին, ըստ էության թվում էր անհեթեթ ինչ-որ մի բան, որտեղ սահմաններ չկան, Մոսկվայից պատասխան եղել է, որ որևիցե խնդիր չկա, դուք համաձայնեցեք Հայաստանի ղեկավարի հետ։ Եվ որևիցե պարագայում ավելի ճիշտ այդ համաձայնությունը այդպես է ձեռք չի բերվել եւ հենց մեմուարներում է նաեւ արտացոլված, որ ասում են Հեյդար Ալիևը մի քանի անգամ ասել է Կարեն Դեմիրճյանին, որ եթե դուք ինձ խնդրեիք այսքան ինչքան ես եմ ձեզ խնդրում, Ադրբեջանի կեսը ձեզ նվիրած կլինեի, բայց դուք միջանցք այդպես էլ չտվեցիք, այսինքն դեռ այն ժամանակվանից թուրքական միտքը ոչ թե ադրբեջանական։ Ինքը շատ լավ պատկերացնում էր, որ խորհրդային միությունը ինչ որ մի ժամանակ չի լինելու, հետաբար պետք է ամրագրել միջանցքի արկայությունը։ Այսինքն այդ նախադեպը որ եղավ, իսկ թուրքերը բավականին խորքային դերակատարներ են եւ շատ լավ են պատկերացնում։ Նրանց համար ընդհանրապես կարևոր չէ, այստեղ ռուսները կլինեն, թե ամերիկացիները կլինեն, կարևոր է այդ նախադեպը լինի։ Մնացածը ժամանակի հարց է։ Ռուսներին կարող են փոխարինել թուրքերը, ամերիկացիներին կարող են փոխարինել թուրքերը։ Եվ հենց սրանով է պայմանավորված, որ այն ժամանակ հենց մեր խորհրդային իշխանության, մեր ոչ թե խորհրդային, ոչ թե մեր, այլ խորհրդային մեր հայկական իշխանության ջանքերով նաև ներքին հանդ գյուղն է հիմնադրվում։ Շատերը սրա մասին ընդհանրապես պատկերացում չունեն, որը Կովսականից եկող այդ ճանապարհին, այսպես այդ հանգույցի վրա գյուղելն, որը պետք է ըստ էության նաև խոչընդոտ էր այդ միջանցքի կիրարկմանը։ Եվ այն ժամանակ նույնիսկ գյուղի բնակիչները Նիվա մակնիշի ավտոմեքենաներ են նվեր տալիս, որտեղ դժվար անցնել, որտեղ կարողանան բնակվեն եւ այլն։ Այսինքն այն ժամանակ անգամ չլինելով սահմաններ, մեր պատկերացրել են քաղաքական ղեկավարները, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում։ Իսկ հիմա մենք այս ամենը ներկայացնում ենք որպես ինչ որ ձեռքբերումներ, որը ազգային անվտանգության սպառնալիք է։ Շնորհակալություն։ Կողմ եք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի ստորագրմանը եւ վավերացմանը։ Դա որևիցե բան այս բան մեզ չի տալու։ Հակառակ ավելի մեծ խնդիրներ կարող է առաջացնել ամրապնդելով այն, ինչ այսօր կա։ Չեն կարող երկրի հետ բնականաբար ես ինքս ուզում եմ խաղաղություն։ Ես բազմիցս ասել եմ, ես ունեմ 4 զավակ, բոլորի ապագան կապված է Հայաստանի հետ, որովհետեւ մեկը որովհետեւ քաղաքացի չի, այլտեղ կեցության թուղթ չունի, ոչ մի բան։ Իսկ ես իմ ապագան կապում եմ այս հողի հետ։ Դրա համար եմ ես այդպես վստահ ասում, բայց ամենաբնականաբար ամենաշատը ես կուզենամ խաղաղություն։ Հաստատ ինձանից դեզանից ավել ոչ ոք չի ուզենա։ Հատկապես այն մարդիկ, ովքեր առաջին կրակոցի դեպքում կարող են փախնել Հայաստանից եւ գնալ ինչ-որ միտեղ ապրել, մանավանդ որտեղ որ քաղաքացի են իրենք։ Բայց խաղաղությունը այդպես չի լինում, ինչպես այսօր ներկայացվում է։ Մենք այսօր որը խաղաղության հետ որևիցե աղերս չունենք։ Նախ այդ թուղթը որպես այդպեսին որևէ նշանակություն եւ արժեք չունի։ Այսինքն պայմանական ասած, եթե խաղաղությունը ստորագրվել է, թուղթը նախաստորագրվել է կամ ստորագրվել է, կա ինչ որ երաշխիք, որ տեղի չի ունենա այն, ինչից մենք խուսափում ենք։ Բնականաբար ոչ։ Կա ինչ որ մեկ որ կարող է ասել,
Ես երաշխավոր եմ կանգնում այդ թղթին։ Բնականաբար ոչ, այսօր երաշխավորների ինստիտուտը գոյություն չունի։ Անկախ նրանից ինչքան կխոսա դրա մասին իշխանությունը կամ պարլամենտական անդիմությունը, բոլորը նույն որակի մեջ են եւ բոլորը մանիպուլացնում են հանրային միտքը։ Հետեւաբար դա որպես այդպեսին էական նշանակություն չունի։ Մենք այսօր գետնի վրա խնդիր ունենք տարածաշրջանում վերահաստատելու մեր լինելու իրավունքը։ Սա թվում է թե քաղաքական փիլիսոփայության դաշտ եմ մտնում ես, բայց սա շատ կարևոր է։ Մենք այսօր կորցրել ենք մեր իրավունքը իրավունք ունենալու։ Սա է ամենակարևորը։ Գետնի վրա են գործընթացները տեղի ունենում, ինչ խաղաղության մասին է կարող է խոսքը գնալ։ Այսօր աշխարհում գնում է տեղի ունենում միջազգային հարաբերություններում, ավելի ճիշտ առաջնորդվում է անարխիայի, միջազգային անարխիայի սկզբունքով, այսինքն ինչ որ միջազգային կազմակերպություններ չկան, վերադասեր չկան, գերական մարմիններ չկան, որևիցե այդպիսի մարմին չկա։ Ուժը զսվում է բացարձակապես ուժի միջոցով, այլ տրամաբանություն չկա։ Երկրորդը խաղաղություն հնարավոր չի մի պետության հետ, որի ամբողջ իշխանական բուրգը հիմնված է հայատյացության վրա։ Իսկ դրա առանցքն է հայատյացությունը։ Իսկ այնտեղ ոչ միայն դրա նպատակը չկա, այլև դրա վրա կառուցված է ամբողջ իշխանությունը։ Ի տարբերություն շատերի, ասեմ, հավանաբար դուք չեք իմանա, 30-ից 35 տարիների ընթացքում Հայաստանում Ադրբեջանի ուսումնասիրության ինստիտուտ չի եղել, ադրբեջանագիտության։ Տեսեք, դրա համար այս խոսույթը, որ մենք միշտ Ադրբեջանի համար ենք թշնամի կամ հակառակորդ, կեղծ է, որովհետև առաջին հերթին դուք պետք է կարողանաք ճանաչել ձեր թշնամուն եւ հակառակորդին, այնպես ինչպես ձեզ եք ճանաչում։ Եթե դուք չեք կարողանում ճանաչել ձեր հակառակորդին, ուրեմն նա ձեր համար հակառակորդ չի, կամ դուք եք տգետ, որը հավասար է։ Պատկերացեք, խաղում ենք շախմատ։ Ես հակառակորդի տախտակը չեմ տեսնում, մենակ իմ քայլերն եմ տեսնում։ Այնինչ հակառակորդը եւ իրանն է տեսնում եւ իմն է տեսնում։ Ինչ արդյունք կարող է լինել։ Միայն պարտություն։ Բնականաբար, սա սրա մասին է։ Ինչպես նախաբանով եկա։ Այս ամբողջ տարիների ընթացքում մենք 2021-22 թվականին արեցինք հսկայածավալ աշխատանք, քանի որ մեր խոսույթի հիմքում միշտ ընկած է գիտավելուծական նարատիվը եւ ոչ երբեք պոպուլիզմը, էմոցիաները, պրոռուսականությունը, պրոարևմտականությունը եւ այլն, ինչ-որ այսպես անհետ խոսույթներ չկան։ Մենք արեցինք հսկայածավալ հետազոտություն Ադրբեջանի միջնակարգ դպրոցների դասագրքերը համապետական 3-ից 9-րդ ամբողջը թարգմանեցինք հայերեն, ամբողջ եւ այդ գրքերը կա մեզ մոտ։ Դրանից վեր հանեցինք, առանձնացրեցինք հայատյացություն պարունակող թեմաները, որոնք բավականին շատ էին։ Գրքերը թարգմանեցինք մի կողմ ադրբեջաներեն, մի կողմ հայերեն, մյուս տարբերակում ռուսերեն, անգլերեն ու ֆրանսերեն։ Ուղարկեցինք բոլոր դեսպանատներին, միսիաներին, անգամ այսօր հույները մակում կլինի կամ այլ միջազգային հարթակում կլինի, որ զեկույց են կարդում օրինակ ֆոբիաների, ազգային ֆոբիաների մասին, մասնավորապես թուրքական եւ այլն, բոլորը հղում են անում մեր այդ աշխատանքին։ Եվ այդտեղ հանեցինք փաստով, որ մինչև այսօր ադրբեջանցի երեխաները երրորդ դասարանից սկսած գրականության գիրքը, պրոպագանդա չի առաջին հայացքից, կարդում են եւ տեսնում են ինչ-որ մի գրված, որտեղ որ ասում են հայ սպանելը քաջություն է, հայ սպանելը ամենալավն է, հայը ստոր է, վախկոտ է, գող է, որին պետք է անդադ սպանել եւ այլն։ Իսկ սրա վրա սերունդ է մեծացել 30 տարի։ Այդ սերունդն է մեծացել, իշխանությունի նարատիվները չի փոխել, ավելի է սաստկացրել։ Սպառազինությունը մի քանի անգամ էլի ավելի, մի քանի անգամ չէ, շատ անգամ տոկոսներով ավելի ավելացնում եւ այսպես շարունակ։ Այսինքն, եթե դուք կարծում եք, որ թղթի կտորը, որը ամրագրելու է այն, ինչ որ արդեն այսօր արետալի, այդքան ռազմավարական դիրքեր օկուպացված միակողմանի զիջումները, ռազմավարական բարձունքները, միակողմանի սահմանազատումն ու սահմանագծումը եւ այսպես շարունակ, ասում եք թղթի կտորը դրանով հարց է լուծվելու, բնականաբար ոչ, նայեք աշխարհում ինչա տեղի ունենում։ Շատ լավ։ Շատ երկար պատասխան։ Չէ, բայց ձեր ամբողջ պատկերացումները դրսևորվում են, դա կարծում եմ կարևոր է։ Այդ դեպքում ինչպես եք պատկերացնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, այս երրորդ հարցի տրամաբանական շարունակությունն է, բայց ելի կարող է խաղաղության գործընթացը բացառապես հնարավոր է մեր պարագայում, հնարավորինս ուժերի բալանսի միջոցով։ Ուժերի բալանսը դա ամենևին չի նշանակում պարզ թվաբանական գումարների համադրում։ Այսինքն մենք 3 միլիոն են, նրանք 9 միլիոն են կամ 10 միլիոն են գումարած 80 միլիոնը կամ 85 միլիոնը։ Դրա մասին չի խոսքը, քաղաքականությունը այդ պարզ գումարների մասին չի։
Այսինքն ռազմավարական զսպման քաղաքականության արդյունքի մասն է, որը շատ ավելի լայնածավալ թեմա է, որը շատ ավելի պրակտիկ իրագործելի է։ Այսինքն ուժերի զսպման միջոցով, ուժերի բալանսի միջոցով է բացառապես հնարավոր դա իրագործել, որտեղ նաև գործադրվում է մեր պարագայում եւ աշխարհասփյուռ հայությունը, որպես տարբեր պետություններում իշխանությունների վրա ազդեցություն ունեցող լծակ մեկ, նաև աշխարհակաղակական շահերի բախումները, որը եւս զսպման քաղաքականության կարևոր կոմպոնենտ է։ Միայն այս պարագայում է հնարավոր, որ ինչ-որ մի կետից խաղաղության օրակարգը գործի դրվի, որը հիմնված պետք է լինի անվտանգության վրա, որովհետև այն էլ այս աշխարհակարգում, եթե մենք չկարողացանք զսպել հակառակորդին կամ թշնամուն, որևիցե բան նրան ոչ միայն չի զսպելու, այլ ախորժակ ավելի է մեծացնում, ինչպես տեղի ունենում այսօր։ Ձեր կարծիքով Արցախի էջը փակված է թե ոչ։ Բնականաբար փակված չէ, փակված լինել չի կարող։ Հանուն ճշմարտության ասեմ, որ այսօր Արցախի էջը սառեցված է։ Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով բնականաբար, որի պատասխանում առաջին հերթին իշխանությունն է եւ նաեւ նախկին մնացած իշխանությունն է, բայց առաջին հերթին բնականաբար ներկա իշխանությունն է։ Բայց սառեցված է, որովհետեւ այսօր խոսել Արցախի, այսպես ասած, ազատագրման կամ վերադարձի մնացածի մասին ինքը խորքային պոպուլիզմ է, որտեղ մենք այսօր որպես պետություն խորապես հիվանդ ենք։ Մենք ունենք ինքնության ճգնաժամ, քաղաքակրթական ճգնաժամ։ Եթե մենք չսկսենք ինքներս դեռ այս բանին առողջանալ, մենք չենք կարող անգամ դրա մասին խոսել։ Ես դրա համար ասում եմ ժամանակավորապես սառեցված է։ Եվ ասեմ ավելին, այն մարդիկ, ովքեր քիչ թե շատ տեղյակ են աշխարհակաղակական գործընթացներին, գոնե ակադեմիական հարթություն, ոչ միայն ուղղակի պատմական պատմություն կարդան, ակադեմիական, որը շատ կարևոր է։ Գիտեմ, որ Արցախը ռազմավարական խորություն ունեցող հող է, մեր համար հայրենիք, այլոց համար տարածք։ Ռազմավարական խորություն։ Աստված մի արա այդպիսի բան չի լինի, բայց անգամ եթե մենք չլինենք տարածաշրջանում, պայմանական եմ ասում, Արցախի հարցը երբեք փակված չի կարող լինել, դա միշտ իմացեք, երբեք ոչ մի պարագայում։ Դրա համար մեր համար այս բանը սառեցված է այնքան ժամանակ, քանի դեռ մենք ունենք խնդիր կենսունակ դառնալու եւ մեր այս պահին մեր առջեւ ծառացած խնդիրները լուծելու եւ հաղթահարելու։ Եվ մեր վերջին հարցը. կողմեք թե դեմ առաջիկա սահմանադրական փոփոխություններին։ Ես սահմանադրական փոփոխություններին բնականաբար կողմ եմ, բայց ոչ իշխանության առաջարկած տարբերակով, այսինքն հռչակագիրը որպես ծննդական չպետք է հանվի սահմանադրության հիմքից, բայց պետք է մեզ որակապես նոր սահմանադրություն, որը կհամապատասխանի մեր իրականությանը, մասնավորապես մեր համոզմամբ սահմանադրության մեջ պետք է ամրագրվի եւ Հայաստանի ազգային պետություն լինելը մեկ, եւ նաեւ որ մեր պետությունը, մեր պետության հիմքում ընկած է համահայկականությունը։ Սա ամենակարևորն է, այսինքն հայկական պետության ձևավորումը։ Եվ այս համահայկականությունը, որ թույլ է տալիս նաեւ ինստիտուցիոնալ առումով ազգային ողջ ներուժի հնարավորինս մոբիլիզացիան, որի պարագայում է միայն հնարավոր այս բազմաբևեռ եւ խառնաշփոթ աշխարհում ապահովել կենսունակություն կամ երաշխավորել անվտանգություն։ Իսկ մեր ունեցած միակ ռեսուրսը դա մարդկային կապիտալն է։ Ի տարբերություն ոմանց, ովքեր ունեն, չգիտեմ, նավթ, գազ կամ չգիտեմ այլ ռեսուրսներ, մերը բացառապես մարդկային կապիտալն է։ Իդեպ մարդկային կապիտալ որպես ռեսուրս հազարապատիկ ավելի արժեքավոր եւ ռազմավարական նշանակություն ունի, քան ցանկացած գազն ու նավթը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։